Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում, պատրաստելու ենք այսօր մի շատ համեղ թխվածքաբլիթ, այսինքն թխվածքաբլիթներ, որովհետև այս նույն խմորով մենք պատրաստելու ենք մի քանի տեսակի թխվածքաբլիթներ և շատ համեղ ու շատ գեղեցիկ։ Այս համեղ թխվածքաբլիթները պատրաստելու համար մեզ հարկավոր է ալյուր, կարագ շաքարի փոշի, բխրեցուցիչ կամ սոդա, ինձ ոնց սոդա է, 2 ձու և վանիլին, եթե ձեզ մոտ մաքուր վանիլին է, ուրեմն կես թեյի գդալ, եթե շաքարային վանիլին է, 2 տուփ, որովհետև խմորը բավականին շատ է։ Եվ վերջում իհարկե մեզ հարկավոր է ձեր նախընտրելի յուրաքանչյուր ջեմ, լավ կլինի, որ մի քիչ մուգ գույնի լինի, որպեսզի թխվածքաբլիթները գեղեցիկ ստացվեն, և իհարկե շոկոլադ, շաքարի փոշի և այլն, դա հետո արդեն։ Ուրեմն ամենասկզբի համար մեզ հարկավոր է կարագը և շաքարի փոշին շատ լավ հարել հարիչով։ Կարագը պիտի լինի սենյակային ջերմաստիճանի։ Եվ ավելացնում ենք շաքարի փոշին։ Սկսում ենք շատ լավ հարելը։ Հարելու ընթացքում 1-2 անգամ պատերից հավաքում ենք, մաքրում ենք, այսպես ասած, կարագը և շաքարավազը շաքարի փոշին, որպեսզի ամբողջական հարված լինի։ Ստանում ենք այսպիսի կրեմանման զանգված, առայժմ ավելացնում ենք վանիլինը, երկու ձու, և նորից հարում ենք շատ լավ։ Ձուն ավելացնելուց հենց սկսում եք հարել, մի փոքր կարծես կտրվում է զանգվածը, մի վախեցեք, շարունակեք հարել և նորից ստանում ենք կրեմանման, տեսեք գեղեցիկ համասեռ զանգված։ Հիմա մաղելով ավելացնում ենք սոդան և ալյուրը։ Ամբողջովին ավելացնում ենք ալյուրը և պիտի նորից շարունակենք հարիչով հարել։ Մոտավորապես 5 րոպե հարում ենք և արդեն տեսնում ենք, որ այսպես համասեռ խմոր ենք ստացել ու արդեն բավական է։ Ստացել ենք, տեսնում եք, այսպիսի կպչուն խմոր։ Հիմա լցնելու ենք տոպրակի մեջ և արդեն ձևավորենք մեր թխվածքաբլիթները։ Ուրեմն ինձ մոտ այսպիսի լայն բացված գլխիկ է, կարելի ասել նասատկա է, և ես վարդիկների տեսք եմ տալու մեր թխվածքաբլիթների առաջին ձևն է սա։
որպեսզի հավասար լինեն մեր թխված գաբլիթները, ուղիղ մեջտեղից ենք սեղմելու, բարեկամներ։ Եվ վերջում արդեն մի փոքր այսպես կարծես այլևս չենք սեղմում եւ հանում ենք։ Այսպես։ Եվ վերջինը մի փոքրիկ ստացվեց սա, այսպես, սա մեր թխված գաբլիթների մեկ տեսակն է, այսպիսի ցավիկներ ենք ստացել, հիմա բարեկամներս, ուրեմն մատով մի փոքր այսպես փոսիկ ենք անում, տեսնում եք, այսպես։ Հիմա ջեմը լցնելու ենք նորից տոպրակի մեջ ու այս փոսիկների մեջ ջեմ ենք անելու։ Պատրաստ է արդեն, ուրեմն ես արդեն միացրել եմ ջեռոցը, թխելու ենք 170 աստիճանով, 10 րոպե է տևում, շատ արագ է եփվում, հենց մի փոքրիկ այսպես կարմրաթուշիկ են դառնում, արդեն բարդագույն են դառնում, արդեն պատրաստ է։ Հիմա վերցրել եմ մի փոքր ավելի մեծ ճեղքվածքով նասատկա եւ պատրաստում եմ մի ուրիշ ձևի թխված գաբլիթներ, տեսեք, այսպիսի երկարոք եւ վերջ։ Ինձ թվում է երևում է ես ինչ եմ անում։ Եվ վերջինը արդեն Եվ արդեն վերջին ձևը, իհարկե շատ ձևերի կարելի անել, ինչպես որ ցանկանաք, հիմա ես ուղղակի շրջանակներ եմ անում։
Պատրաստ են արդեն մեր թխվածքաբլիթները, հիմա մի փոքր ձևավորենք, որպեսզի կարծես նույն խմորից տարբեր թխվածքաբլիթներ ենք ստացել։ Ուրեմն առաջինը հասարակ շոկոլադ է, կաթնային, ես մի փոքր տաքացրել եմ և լցրել եմ տոպրակի մեջ միկրոալիքային վառարանում։ Հիմա այսպես շոկոլադ եմ անում։ Եվ երկու թխվածքաբլիթները կպցնում ենք իրար, տեսեք, այսպես հարմարացնելով, այսպես։ Այսպես մի փոքր սեղմելով, որպեսզի շոկոլադը տարածենք։ Մեկ խմորից, մեկ բաժին խմորից մենք ստացանք այսքան թխվածքաբլիթ։ Հիմա այս թխվածքաբլիթները պիտի շաքարի փոշի անենք։ Տեղավորում ենք արդեն մատուցման ափսեի մեջ։ Տեսնում եք, որքան լավ թխվածքաբլիթներ ենք ստացել, սրանք էլ ջեմովն են, մոտիկից կնկարեմ, որպեսզի տեսնեք եփված, շատ լավ խմորեր, խնդրում եմ անպայման փորձեք։ Թխվածքաբլիթները, որոնք ես կլոր արեցի, միայն առանց ուզորի, առանց նախշի, հիմա ջեմ ենք անել, սա արդեն շոկոլադի փոխարեն ջեմով է լինելու։ Այսպես, և արդեն փակում ենք, նորից մի փոքր այսպես սեղմելով, ինչ ջեմ ուզում եք վերցրեք, շատ համեղ է լինում։ Եվ հիմա, տեսեք, նույն ջեմից մի փոքր քսում ենք մեր թխվածքաբլիթի երեսին, շատ քիչ այսպես։ Եվ հիմա այսպես պատելու ենք կոկոսի քերուկով։ Եվ ստանում ենք այսպիսի գեղեցիկ թխվածքաբլիթներ։ Շատ քիչ ենք անում։ Նորից նույնը կարող եք շոկոլադով անել, նույնը կարող եք ընկույզով կամ նուշիկ հերուկով անել, այնպես որ դա արդեն ձեր կամքն է։ Ստացանք մի այսպիսի գեղեցիկ ափսե ընդամենը 1 ժամում։ Շատ արագ է պատրաստում, շատ արագ է թխվում, շատ բաղադրիչներ չի պահանջվում և շատ համեղ է, արտակարգ համեղ է։ Բոլորդ էլ ծանոթ եք այս թխվածքաբլիթներին, բայց
ինչու գնել խանութից, եթե տանը հնարավոր է պատրաստել ձեր իմացած թարմ եւ ճիշտ բաղադրիչներից։ Այսպես սիրելիներս, սա էլ այսօրվա մեր թխվածքաբլիթները, դուք կարող եք իհարկե ձեր մտահղացումները անել եւ զարդարել ինչով կուզեք, նույնիսկ կարելի է մի փոքր մեղր անել երեսը, երկուսը իրար կպած իհարկե, կամ մեկը եւ շագանակագույն շաքարավազով զարդարել, մի խոսքով ինչով կուզեք կարող եք զարդարել, ընկույզով, քերացնուշով, ամեն ինչով կարելի է զարդարել։ Բարեկամներիս, եթե տանը առիթ ունեք, չեք ուզում, որ կրեմով ինչ-որ բան ունենաք, մանավանդ, որ արդեն շոգ է լինելու, ամառ է լինելու մեզ մոտ, կարելի է պատրաստել 2-3 բաժին եւ կունենաք բազմատեսակի, քանի տեսակի, որ դուք կամենաք, այդքան թխվածքաբլիթներ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, կպատրաստեք, որովհետեւ իրականում շատ արագ է լինում եւ շատ համեղ է լինում։ Այսքանը այսօր էլ այսպես ավարտենք, սիրելի բարեկամներ, սիրում եմ ձեզ, բոլորից շնորհակալ եմ, բոլորիցդ անխտիր, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։